Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցին Վանաձորում գործում է 2005 թվականի հոկտեմբերից։ Եկեղեցու հովանավորությունը սիրով ստանձնել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բարերարներ ամերիկաբնակ Սարգիս եւ Հռութ Պետևյանները։ Սեպտեմբերի 23-ին նրանք ամենայն հայոց կաթողիկոսի Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի Մայրաթորի միաբանների հետ եկեղեցում էին։ Նորին սրբությունը նախ հոգեհանգստյան կարգ կատարեց, ապա օրհնեց բարերարներին։ Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը կրող եկեղեցուց բոլորը շարժվեցին դեպի նույն սրբի անունը կրող հայորդաց տուն, մասնակցելու երկար սպասված բացման արարողությանը։ Նորին սրբությանը բարերարներին եւ մյուս հյուրերին դիմավորեցին ավանդական աղուհացով երգ-երաժշտությամբ։ Եռահարկ այս կենտրոնի շինարարությունը եւս ստանձնել էին Տեր եւ Տիկին Բեդևյանները։ Ժապավենը կտրելուց հետո նորին սրբությունը բարերարների եւ հյուրերի հետ շրջեց դասասենյակներով, ծանոթացավ պայմաններին, զրուցեց երեխաների հետ։ Հայորդաց տան շինարարական աշխատանքները տևել են 4 տարի։ Շուրջ 3500 քառակուսի մետր տարածք ընդգրկող շենքն իր 16 դասասենյակով, հանդիսությունների 2 սրահով, սպորտ դահլիճով ու խաղահրապարակով պատրաստ է։ Հանդիսությունների սրահում վեհափառ հայրապետը կատարեց նորաբաց հայորդաց տան օրհնության արարողությունը։ Տոնի կապակցությամբ բարեմաղթանքի շնորհավորանքի ջերմ խոսքեր ասացին մարզպետը, թեմի առաջնորդը, Սփյուռքի նախարարը, հյուրերը։ Նրանք բարձր գնահատեցին մշտապես հայրենիքի կողքին գտնվող Բեդևյան ընտանիքի հերթական ձեռնարկը։ Գուզենք տեսնել, ուրախանալ եւ վայելել մեր ռած բարիկներուն ոչ թե իբր բարիկ, այլ իբր մարդկային օգնություն, մարդկային ինչպես կսեն, մարդկային բարդականություն։ Responsibility. Yeah. Sուրբ Քիրքի մեջ passadre to those that are given much, much is expected. Սուրբ Քիրքը գսե անոնց որոնք ասված դված է ավելորդ պետք է դան։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին Սարգիս եւ Հռութ Պետևյաններն աջակցում են դեռևս 1998 թվականից, հատկապես մեծ նպաստ են բերել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցին։ Հայոց հայրապետը մտովի տեղափոխվեց այդ տարիները, հիշեց, երբ եւ որտեղ սկիզբ առավ ծանոթությունը բարերարների հետ, ապա իր գնահատանքը հայտնեց բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ կառուցվեց այս շենքը, իշխանավորներին, շինարարներին, նաեւ մանկավարժներին, սաներին, ծնողներին ու իր օրհնությունը բաշխեց բոլորին։ Սիրելի բարերարներ, Աստուծո շնորհ եք տվել։ Ձեր տաղանդով վաստակելու բարիք է ձեր կյանքին եւ մեզ համար մեծ մխիթարություն, որ դուք ձեր արդար վաստակից մասնաբաժին եք անում մեր ժողովրդի զավակաց համար, մեր զավակների համար, մեր մանկանց, մեր պատանիների համար, որոնց շուրթերով մշտապես աղոտ եւ օրհնություն պիտի հնչի ձեր կյանքի արարողության եւ ձեր գործոց հաջողության համար։ Աստված թողնի ձեզ։ Մնացեք բարով։ Վանաձորի հայորդաց տունը 20 տարի գործել է տնակային պայմաններում։ Այդ ընթացքում մանկավարժներն արել են ամեն ինչ, որպեսզի երեխաները սիրով հաճախեն կենտրոն։ Գործել է 12 դասարան 300 սանով։ Վանաձորի հայորդաց տան տնօրենն ասում է, որ առաջիկայում երեխաների թիվը 500-ի կհասնի, քանի որ նոր շենքը հնարավորություն է տալիս նոր խմբակներ բացել։ Տոնական օրն առանց համերգի չէր կարող ավարտվել։ Վանաձորի ու Երևանի նոր-նորքի հայորդաց տների սաներն իրենց կատարումներով, հիացմունք, նաև փոքրինչ անհանգստություն պատճառեցին ներկաներին։ Այսօր մայրաքաղաքում 4, իսկ մարզերում 3 հայորդաց տուն է գործում։ Այս կենտրոններում երեխաներն արվեստի ու մշակույթի տարբեր ոլորտներում հմտանալուց բացի հոգևոր կրթություն ու դաստիարակություն են ստանում։ Ապագայում ծրագրվում է նման կենտրոններ հիմնել Գյումրիում ու Ապարանում։ Մեծ ուրախության օր է մեզ, իմ եւ դիգնոջս, որ այսօր եկանք վայելեցինք Վանաձոր քաղաք եւ երիտասարդներուն հետ վայելեցինք այս գեղեցիկ օրը, բոլորնից խանդավառված ուրախությամբ մեր դուները պիտի երթանք, մեր սրտերը հոսեն, ես ամեն տարի 2, 3, 4 անգամ գուկամ Հայաստան մայրենի, Հայաստան որպեսզի տեսնեմ այս տունը ինչպես բստիկները կմեծնան, մենք իրանց հետ կմեծնանք։